Երևան-Բաքու խաղաղության հարցը Տալինում, վարչապետը Էստոնիայում է։ Թեհրանը գիտի տարածաշրջանային հարցերը լուծելու գաղտնիքը հարևանների միջով սև կատու պետք է չանցնի։ Ինչու է Ալիևը տորպեդահարում Մինսկի խումբը ու ձգտում 3 գումարած 3-ին, Էրդողանի ձեռնարկած։ Հայաստանի զինված ուժերը չի կրակել սահմանին Բաքվի հերթական սուտը։ Թանկացել է ուղևարձը, երկարել ճանապարհը, Արագածոտնի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Բուքմեյքերական ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Մեկ ամսում 3 տնօրեն հեռանում է պաշտոնից, ինչ է կատարվում բուժ հիմնարկներում։ Գիտունոիդը վերադառնում է կրթաճանաչողական գիտքոմի նոր արկածները և բնակարանամուտ ու գուսանական օր Գորիսում։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես հերթական սուտն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Բաքուն մասնավորապես պնդել է, թե իբր ապրիլի 28-ին ժամը 0:25-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից փոքր տրամաչափի զենքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի վրա։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու պնդումը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այս առաջարկը մինչև օրս անպատասխան է թողել։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված 3 գումարած 3 ձևաչափը ուզում է վերակենդանացնել Ալիևը։ Այս հարցում մեկ Իրանին է շողոքորթում, մեկ Վրաստանին, թեև նախորդիվ Թբիլիսին քանիցս հրաժարվել էր Կրեմլի ներկայացուցիչների հետ նույն սեղանի շուրջ նստել, բայց Բաքու կատարած վրացական վերջին այցից հետո Թբիլիսին պատրաստակամություն հայտնեց ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչու է Ալիևը ձգտում Էրդողանի ձեռնարկած 3+3-ին։ Օր ու գիշեր Մինսկի խմբի լուծարում պահանջող Ալիևը զուգընթաց, ինչ տարին սկսվել է տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային հարթակներում քննարկելու մասին է խոսում։ Մինչև Իրանի նախագահի Ադրբեջան այցը նա Բաքվում Իրանի խորհրդանի խոսնակին էր ասում, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Անընդունելի էր համարում արտաքին ուժերի միջամտությունը։ Նույն միտքը կրկնում է հիմա Իրանի նախագահի հետ հանդիպմանը։ Նա ստեպ է կրկնում Ադրբեջանը կուշտ է միջնորդներից։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ Չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան և Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Պատերազմի ավարտից հետո է նա բացահայտ ծաղրում Մինսկի խմբին, հայտարարեցել, թե նրանց թոշակի գնալու ժամանակն է։ 2022-ի հունվարին հեգնում էր, թե հոբելյանական տարի է, կարող են նշանավորել։ Հավանաբար պատրաստվում են հոբելյանական միջոցառումների, ինչպես հայտնի է Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն։ Pensiya ərəfəsindədirlər. Ona görə onlara can sağlığı. Մեկ Վրաստանին է շողոքորթում որպես տարածաշրջանի դերակատար, մեկ էլ Իրանին ատամի տակ 3 գումարած 3 ձևաչափի ռեինկարնացիան է իրեն հարմար դիրքավորումներով։ Հայտարարեց, թե տարածաշրջանում համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն դերակատար երկրները Ադրբեջանն ու Վրաստանը։ Իսկ ավելի վաղ Իրանի խորհրդանի խոսնակի հետ հանդիպմանը հիշեց 3 գումարած 3-ը։ Այս ձևաչափը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ։ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, գումարած Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձևաչափով հանդիպման վերջին նիստն էլ հենց Թուրքիայում էր։ Անցած տարվա հոկտեմբերին եւ այս անգամ էլ իդեպ Վրաստանը բոյկոտեց այս հարթակը, չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Հետո Ռուսաստանը ձեռք մեկնեց, ասաց Վրաստանի համար 3 գումարած 3-ի դռները միշտ բաց են։ Ասաց հասկանում են Թբիլիսիի թերահավատությունը, բայց նրանց ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այդ ձևաչափի նիստերի դահլիճում։ Վրաստանն իդեպ Ադրբեջանի վերջին հայտարարության արձագանքեց, ասաց պատրաստ են ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչու է Բաքուն դեմքով դեպի տարածաշրջան շրջվել։ Ինչու է Ալիևը ձգտում վերակենդանացնել Էրդողանի ձեռնարկած 3 գումարած 3 ձևաչափը, մեկ դեպի Վրաստան, մեկ էլ Իրան շրջվելով։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց։ Ինչ է ուզում անի Ալիևը, ինքը ուզում է Հայաստանին դուրս թողնի
բոլոր ռեալ process-ների։ Իսկ պաշտոնական Երևանն այս ձևաչափին ի սկզբանե դեմ չի արտահայտվելի դեպ, բայց շեշտել է ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն ամբողջական ու ներառական է եւ հիմնված է ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա։ Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմանի ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե այդ բազմակողմանի ձևաչափի, թե երկկողմ երկխոսության խաթարմանը։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։ Հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը կարելի է լուծել տարածաշրջանային բոլոր հարցերը։ Այս մեսիջով է Իրանի նախագահը մեկնել Ադրբեջան։ Բաքվի լրատվամիջոցին տված հարցազրույցում Փեզեշքյանը անդրադարձել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցին, շեշտել, որ Թեհրանը պատրաստ է հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ճանապարհներ ու միջանցքներ բացել եւ ձևակերպել, թե թույլ չտալ, որ երկու հարևանի հարաբերությունները որևէ մեկը խաթարի։ Ջերմ ու լայն ժպիտով են Բաքվից Իրանի նախագահի այցի առաջին կադրերը։ Մասուդ Փեզեշքյանը մեկ օրով աշխատանքային այցով է Ադրբեջան գնացել, Ալիևն է հրավիրել։ Հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-27 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրի, փոխըմբռնման հուշագիր 2025-26 թվականներին տրանսպորտային ոլորտում համապատասխան համագործակցության վերաբերյալ։ Էլի մի քանի փաստաթղթեր մշակութային եւ ԶԼՄ-ների ոլորտի գործակցության մասին։ Նաեւ լրագրողների հետ են հանդիպել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։ Միասին մենք կարող ենք խաղաղություն եւ անվտանգություն հաստատել տարածաշրջանում եւ լուծել մեր խնդիրները, ասել է Իրանի նախագահը։ Ձևակերպել Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է։ Շարունակել Ադրբեջանի եւ Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ Երկու կողմից էլ մենք հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ եւ բարեկեցիկ կյանք։ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է խոսել նախագահ Ալիևը, նշել, թե այն մեծ օգուտներ կբերի մասնակից կողմերին Ադրբեջանին, Իրանին եւ Ռուսաստանին։ Այսօր իհարկե մենք քննարկեցինք եռակողմ համագործակցության նախագծեր, դրանց թվում բնականաբար հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում։ Ճանապարհ բացելու մասին Փեզեշքյանը նախորդին էլ խոսել, ադրբեջանական ASTV-ին տված հարցազրույցում նշել էր, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով եւ աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա, թերևս նկատի ունենալով միջանցքի մասին ադրբեջանական պատկերացումներն ու ձգտումները։ Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ առնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք եւ հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի։ Հետո Փեզեշքյանը նշել էր, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է, ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային եւ տնտեսական կապերի ամրապնդմանը։ Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհն էլ, որը Թեհրանը Բաքվին առաջարկել է, արդեն կառուցման փուլում է։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական եւ երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Դիվանագիտական մեղմ ակնարկներով ու նաեւ կոնկրետ ձևակերպումով Բաքու գնաց Իրանի նախագահը, ըստ էության թունդ ընդգծելով դիրքորոշումները, միևնույն ժամանակ հավանաբար կարևոր ուղերձները Իլհամ Ալիևին հասցնելով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում քննարկում է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։ Վերջինս ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Ավելի ուշ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել են լրագրողների հարցերին, անդրադարձել տարածաշրջանում խաղաղության հաստատման փորձերին։
Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի եւ Եվրամիության համար եւ ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել եւ այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով պայմանագիրը կստորագրվի։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Թանկացել է ուղևարձը, երկարել ճանապարհը, Արագածոտնի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Բուկմեքերական ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Մեկ ամսում 3 տնօրեն հեռանում է պաշտոնից, ինչ է կատարվում բուժ հիմնարկներում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Առաջիկա օրերին անցկացվելու է Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների 4-րդ փուլը։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը եւ շուտով գործարք կարող է կնքվել։ Թրամփի լավատեսությունը սակայն չի կիսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը Կիրակի կոչ էր արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքները, քանի որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները նրա դրական ուղղությամբ են ընթանում։ Իսկ Վատիկանը պատրաստվում է Հռոմի հաջորդ պապի ընտրությանը, Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող 9-օրյա սգին զուգահեռ իրականացվելու են նոր պապի ընտրությանը նախորդող նախապատրաստական աշխատանքներ։ Ընդունված կարգի համաձայն փակվում է Սիքստինյան կապելան, որտեղ կարդինալները կոնկլավ են գումարելու։ Մայիսի 7-ին կայանալիք կոնկլավին մասնակցելու է մինչև 80 տարեկան շուրջ 135 կարդինալ աշխարհի տարբեր տարածաշրջաններից։ Կարևոր առաջադրանքներից մեկն էլ ծխնելույզի տեղադրումն է, որտեղ յուրաքանչյուր քվեարկությունից հետո այրվելու են քվեաթերթիկները։ Նիդերլանդերի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, ոգեկոչման արարողությանը մասնակցել է նաև Ամստերդամի փոխքաղաքապետը, որը իր ելույթում ընդգծել է, որ հայ համայնքն ու Ամստերդամը երկարատև պատմական կապեր ունեն եւ քաղաքային խորհուրդը ճանաչում է 110 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները։ Հայ համայնքի ներկայացուցիչներն էլ երախտագիտություն են հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի, ինչպես նաև Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակներում հայ ժողովրդին սատարելու համար։ Հայ համայնքը միաժամանակ դատապարտել է Եվրոպական միության բարձր պաշտոնյաների լռությունը Ադրբեջանի սադրանքների եւ հայ գերիների անօրինական դատավարության օրերին։ Հիշել նշանակում է, որ մենք արդար ենք մեր նախնիների եւ նրանց կատարվածի նկատմամբ։ Հիշելը կարող է նաեւ օգնել մեզ կանխելու նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը։ Հայերի ցեղասպանությունը պարզապես պատմության մի էջ չէ, այլ բացվերք, որը երկար ժամանակ ցավոտ է։ Այսօր այստեղ գտնվող մեզնից շատերի համար սա ողբերգություն է, որը արձագանքում է սերունդներից, ընտանեկան պատմության, մշակութային ժառանգության եւ նախնիների հայրենիքի կորստի ցավը շարունակում է խոսել հայերենով։ Մեծ Արևելքի մեծ վարպետը Երևանում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը այցելել Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր անկյուններում գործունեություն ծավալող մասոնական կազմակերպության ղեկավարը։ Ֆրանսիայի մեծ արևելք մասոնական կազմակերպության ղեկավարն է, մեծ վարպետը։ Ոսկեգույն թելիկներով դեկորը նրա հանդերձանքի մի մասն է միայն։ Ամբողջական է դառնում գոգնոց ձեռնոցներով։ Ça c'est le décor du grand maître. 200 տարուց ավելի է, որ այս կազմակերպության մեծ վարպետները սա կրում են։ Մեր կազմակերպության նոր անդամները տարբեր դեկորներ են կրում, աստիճանակարգի փոփոխության ընթացքում այս դեկորներն են փոխվում։ Դեկորը, որ հիմա դուք տեսնում եք մեծ վարպետի դեկորն է, միայն
մեծ վարպետն իրավունք ունի կրել նման դեկոր։ Կազմակերպությունը ոչ միայն Ֆրանսիայում է գործունեություն ծավալում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում։ Սերտ հարաբերություններ ունի նաև Հայաստանի իրենց կազմակերպության անդամ եղբայրների եւ քույրերի հետ։ Նրանք ամեն տարի ավանդաբար ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս տարի մի քանի օր ուշացումով բարձրացան Ծիծեռնակաբերդ տեխնիկական խնդիրների պատճառով։ Իրականում ապրիլի 24-ին Երևանում չլինելու հիմնական պատճառը այն է, որ մեր կազմակերպությունը առաջին անգամ Փարիզում մասնակցեց ապրիլի 24-ի ցեղասպանության հիշատակի արարողություններին, եւ մեր կազմակերպությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ բոլորի հետ համատեղ մասնակցեց այդ արարողությանը։ Դա էր պատճառը, որ ապրիլի 24-ին չկարողացանք գտնվել Ծիծեռնակաբերդում։ Մեզ համար լավ ավանդույթ է դարձել, որ կարողանանք ապրիլի 24-ին այցելություններ կազմակերպել Հայաստան, որպեսզի մեր համերաշխությունը բերենք եւ դատապարտենք հայոց ցեղասպանությունը։ Մեծ Արևելքը ինչ է պատրաստվում անել Հայաստանի համար։ Նիկոլա Պենին այսպես պատասխանեց. իրենք երկու ուղղությամբ առաքելություն ունեն Հայաստանում։ Ծրագրեր են իրականացնում ամենատարբեր ուղղություններով, այդ թվում նաև հումանիտար, առողջապահության ոլորտներում։ Նախատեսվում է մեծ վարպետի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Տնտեսական թեմաներով շարունակենք թողարկումը, տարվա ընթացքում վճարած հարկերով արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները զիջում են դիրքերը։ Օրինակ, խոշոր գործարաններից մեկը, որ ամեն տարի հարկ վճարողների առաջատարներից էր, այս տարի չկա ցուցակում, փոխարենը տասնյակում են կենցաղային տեխնիկա ներմուծող ընկերություններից մեկն ու բուքմեյքերական կազմակերպությունը։ 1000 խոշոր հարկատուների ցանկն է հրապարակվել։ Այս անգամ էլ առաջին հորիզոնականում Հայաստանի արտադրության ոլորտի խոշոր ընկերությունները չկան։ Առաջին տեղում խոշոր գազամատակարար ընկերությունն է։ Պետբյուջե է վճարել մոտավորապես 20 միլիարդ դրամ։ Այդ ընկերությանը հաջորդում է տեխնիկա, այդ թվում բջջային հեռախոսներ ներմուծող ընկերությունը։ Առաջին տասնյակի մեջ են նաև հայտնի օնլայն առևտրային վառելիք ներմուծող ընկերությունները։ Տնտեսագիտական համայնքը փաստում է, լավ կլիներ, որ գոնե տասնյակի մեջ լինեն խոշոր արդյունաբերական ընկերությունները եւ ոչ թե օրինակ տեխնիկա ներմուծող ու դրանք իրացնող կազմակերպությունները։ Հեռախոս վաճառող ընկերությունները, այսինքն առևտրով զբաղվող ընկերությունները հիմնական ինչի հաշվին է իրանց շրջանառությունը մեծացրել։ Ռուսաստանում սանկցիաներ են իրականացվել, այդ ապրանքները իրանք սկսել են միջնորդ ընկերություն հանդիսանալ, որպեսզի այդ ապրանքները Հայաստանով գնան դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանում վաճառվեն։ Ինչու 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատը ներառված չէ։ Ընկերությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ դա նախորդ տարի վճարված ռոյալիթի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձով է պայմանավորված։ Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի զգալի մասը ուղակի հարկերն են՝ շահութահարկ եւ ռոյալիթի։ Ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի հատվածի, որոնց դեպքում վճարվող հարկերի մեծ մասը ավելացված արժեքի հարկն է։ Ընկերությունը հայտնում է, որ հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատի հարկերի մակարդակը հնարավոր չէ։ Ըստ Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատի պետք է դիտարկել տարեկան ցուցանիշները եւ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Ռոյալիթիները իրանք շահույթից դուրս են գալիս, իրանք շահութահարկը նվազում է դրանով։ Այսինքն իրանք եթե ինչ-որ մի շահույթ պետք է ստանային, այդ շահույթից 20% շահութահարկ վճարեին, այդ շահույթի մի մասը տրվում է պետությանը, տեսքով։ Այսինքն իրանք շահույթը նվազում է, հետո շահութահարկը նույնպես նվազում։ 2025-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարած եկամտային հարկի ծավալը 84 միլիարդ դրամից ավելի է եղել։ Ընդհանուր հարկային մուտքերի 20%-ից ավելին։ Վճարած եկամտային հարկի ծավալով առաջատարի դիրքում է խաղադրույքների բիզնեսով զբաղվող ընկերությունը։ Տնտեսագետների դիտարկմամբ սա վկայում է այն մասին, որ Հայաստանը նաև ծառայություններ արտահանող երկիր է։ Սկսել են մեր թափով այդ ծառայությունները արտահանել Հայաստանից։ Ոչ թե Հայաստանում ավելացել ստավկետ դնելը, այլ ծառայություններն են իրանք սկսել շատ արտահանել, շատ ավելի շատ։ Առաջին տասնյակում եկամտային հարկի վճարման առումով ներգրաված են նաև Հայաստանի առևտրային բանկերը, բեռնափոխադրում իրականացնող խոշոր ընկերություններից մեկը, խոշոր սուպերմարկետների ցանցերից մեկը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Արագածոտնի գյուղերը Երևանին կապող ճանապարհը ոչ միայն կրկնակի թանկացել է, այլև ավելի է երկարել բնակիչների համար կենտրոնական ավտոկայան հասնելու համար ստիպված պետք է մի քանի անգամ տրանսպորտ փոխեն բնակիչները։ Եվ եթե մինչև այս Երևան էին հասնում 400 դրամով, հիմա 800 պետք է վճարեն ստիպված։ Ի նշան բողոքի 15 գյուղերի բնակիչները փակել էին Կոշ գյուղի խաչմերուկը։ Գները դառնում է կրկնակի, արդեն սաղ շոֆերներին կանչել են, խոսացել են, ասել են, շատ շոֆերներն են չեն ուզում աշխատել, նման պայմանով։ 15 գյուղի բնակիչների նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի խաչմերուկը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով վերանայել իրենց որոշումն ու չեղյալ հայտարարել տրանսպորտի թանկացման ու երթուղու ուղեգծի փոփոխման որոշումը։ Գնալու է մինչև աշտարակ մի հատ պերեսատ կա, նոր ընդեղից գնալու է քաղաք։ Այդ երեխեն ուսանողը հասցնելու է, այդ պերեսատկեքով գնա հասնիրա դասին։ Ուղեվճարը 400 դրամից դարձել է 800 դրամ։ Նախկինում տրանսպորտը գյուղերից հասնում էր մինչև Կիլիկի ավտոկայան։ Հիմա հասնելու է մինչև Աշտարակ ու այդտեղից բնակիչների խոսքով երթուղի չունեն դեպի Երևան։ Ասում են աշխատակից ստանում են 70,000 դրամ։ 70,000-ը տան տրանսպորտի, թե բերեք տունը պահեն։ Ո՞նց պահեն։ Մարդիկը տենց են երթում աշխատանքի։ Բողոքողներն ասում են նոր փոփոխությունն իսկական գլխացավանք է դառնալու իրենց համար։ Նրանց հետ հանդիպելու է գնացել Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարն առաջարկելով, որ գնան քաղաքապետարան տեղում հարցը քննարկելու։ Ասել է ինքը եւս պատրաստ է դիմել կառավարությանը։ Ակցիայի վայրեն ժամանել նաեւ մեծ թվով պարեկներ բնակիչների հետ բանակցություններ են վարել, որ ընդառաջեն քաղաքապետին ու բացեն ճանապարհը։ Այն ի վերջո բողոքավորները բացել են։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Օրկա ասում են գործ կա մասնագետ չկա, օրկա մասնագետներին իրար հետևից հեռացնում են պաշտոնից, փորձագետները պնդում են առողջապահության ոլորտում անառողջ մթնոլորտ է նկատվում եւ հենց այնպես տարիների վաստակ ունեցողին ժամանակից շուտ թոշակի են ուղարկում։ Փոփոխություններ են առողջապահական համակարգում, մեկը մյուսի հետևից իրենց պաշտոններից հեռանում են բժշկական կենտրոնների ղեկավարները։ Առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում երկու այսպիսի դեպք է եղել երկու մեծ բուժ հիմնարկներում։ Մի դեպքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մյուս դեպքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենն էլ հայտարարություն է տարածել։ Մայիսի 4-ից էլ նրա լիազորություններն են դադարելու, պայմանագիրն է լուծվում։ Կարծում եմ սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը եւս մեր ընթացի գործնական մի մասն է։ Առողջապահական փորձագետները չեն կիսում նախարարի այս տեսակետը, պնդում են այն ինչ տեղի է ունենում, համակարգի վատթար վիճակի մասին է վկայում։ Ընդհանրապես ես եմ սկսում այդ մասսայական մասնագետներից, կառավարիչներից ազատում, այսպես ասած, ազատագրում, կարգաշատերներում, ես որ համակարգը գտնի ճգնաժամային վիճակ, որովհետեւ այստեղ շատ խնդրահարույց է, մարդիկ տարիներով աշխատում են։ Մեկ էլ հանկարծ ասում են, գիտեք, ինչ կա, ձեր ժամանակն է գնալու, սա։ Իրավիճակը ինչպես միշտ ոչ պրոֆեսիոնալ է, անհասկանալի է, ես այսպես կգնահատեմ։ Մեր երկրի վարչապետը ոչ վաղ անցյալում էր խոսում Հայաստանում համապատասխան մասնագետների, ասել է թե կադրերի բացակայության խնդրի մասին։ Փորձագետները հարցնում են, եթե գործընթացը կադրային կապիտալի վատնում չէ, ապա ինչ է։ Հատկապես, որ օրինակ նախարարի կարծիքով գոնե Գրիգոր Լուսավորչի եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենները մեծ ներդրում ունեն ոլորտում։ Վերջինին ճանապարհել են նախարարության մեդալով։ Այս մոտեցումը առաջինը վնասա պետական ապարատին, առաջին այստեղ ճգնաժամը խորացել է։ Բուժկենտրոններում պաշտոնանկություններ ի դեպ դեռ էլի են սպասվում, որտեղ նախարարը փակագծեր չի բացել, միայն թե զարգացման նոր փուլերի հերթն է, ասել է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Գիտունոիդը վերադառնում է կրթաճանաչողական գիտքոմի նոր արկածները եւ բնակարանամուտ ու գուսանական օր Գորիսում։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Եվ այժմ երկար սպասված նորությունը երեխաների համար գիտաֆանտաստիկ գիտունոիդը վերադառնում է Արմենիայի եթեր։ Հայկական առաջին գիտքոմի երկրորդ եթերաշրջանում նոր զարգացումներ են սպասվում։ Հենց այսօր ժամի թողարկումից անմիջապես հետո մեր եթերում կլինի երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը հին ու նոր կերպարներով։
հայրեջքը բարեհաջող էր։ Գիտապտույտը թափ է հավաքում ու շարունակվում նոր ու հետաքրքիր արկածներով։ Հայկական առաջին կրթաճանաչողական գիտքոմի երկրորդ եթերաշրջանում նոր զարգացումներ են սպասվում։ Այս անգամ եւս Գիտունոիդի հեռուստադիտողը ֆիլմի հերոսների հետ գիտաֆանտաստիկ ճանապարհորդությունների ականատեսը կլինի, կբացահայտի ինչպես է աշխատում ժամանակը, ինչպես է ստացվում կրակը, ինչ է հայելին կամ ինչպես ստեղծվեց ինքնաթիռը։ Գլխավոր հերոսներից Արտեմի կերպարը մարմնավորող դերասանը ասում է, նոր եթերաշրջանը հետաքրքիր անիմացիոն հատվածներից ուսուցողական փաստերից զատ սովորեցնելու է նաև ընկերասիրություն։ Գլխավոր կերպարներից մեկը դա L17-ն է, որը եկել է ուրիշ մոլորակից մեր մոլորակ, ինչպես առաջին եթերաշրջանից հասկացանք, նա իր աստղաթիռով հետ գնաց, եւ երկրորդում սպասվում են անակնկալներ եւ նա հետ է գալիս եւ մենք նրա հետ նորից վերսկսում ենք մեր գիտապտույտները։ Երեխաների սիրելի L17-ը վերադառնալով երկիր մոլորակ գաղտնի հանդիպում է միայն Արտեմին ու խնդրում նրան, որ իրեն թաքցնի ապահով մի վայրում։ Արտեմի եւ L17-ի խոսակցությունը լսում եւ ձայնագրում է Գիսանեի համադասարանցի Արնոն, որը սպառնում է տարածել տեսանյութը, եթե L17-ը չկատարի իր ցանկությունները։ Արնոյի կերպարն էլ մարմնավորում է թիմի նորեկ դերասան Ալեքսանդր Արզումանյանը։ Մի հատ երկուսուտ էլ հանգստացել։ Հենց հայտնվում է L17-ը, նա իր առջև դնում է պայման, որ նա պիտի ընդունի իր կերպարանքը եւ իր փոխարեն անի այն, ինչ որ չի ցանկանում նա անել, օրինակ գնալ դասի, ինչ որ դասընկերների հետ հասարակական աշխատանքներ կատարել։ Եթե առաջին եթերաշրջանում Լիլիթի ու Մհերի հերոսներն իրենց այլ մոլորակային ընկերոջը ստիպված էին թաքցնել ծնողներից, այս եթերաշրջանում կլինեն նոր գաղտնիքներ ու ինտրիգներ։ Երեխեք, իմ համար շատ կարևոր է, որ մենք լինենք լավագույնը։ Ես որպես դասարանի ավագ խոսք եմ տալիս, որ մենք ամեն բան կանենք դրա համար։ Ապրես։ Խնդրում եմ իհարկե բոլորի անունից։ Չէ, Արնո։ Ես ունեմ շատ մոտ ընկերուհի Ռիտային, մեր դասարանից, հիմնականում իր հետ եմ, նաև Արնոն, ով իմ դասարանից է, բայց Մհերի ընկերն է, իրենք իրար հետ գաղտնիք ունեն, որի մասին Գիսանեին չեն պատմում։ Արնոն սիրահարված է Գիսանեին ու սենց հետաքրքիր հարաբերություններ, նոր զարգացումներ։ Գաղտնիքը բացահայտելու համար ինձ թվում է ավելի շատ Արտեմն է ճանապարհ անցնելու, որպեսզի Նարեկը հանկարծ չիմանա, իսկ Նարեկը հետաքրքրված է շատ լինելու, որովհետև հետո կարող է նկատի գուցեև ինչ-որ ինչ-որ բան են չի, Արտեմը չկա, ինչ-որ նորից էլի մասին խոսակցություններ։ Նոր եթերաշրջանում կլինեն նաև ուսուցչուհիներ, որոնց մարմնավորում են Սաթենիկ Հազարյանն ու Տաթև Պետրոսյանը։ Իդեպ, ընկեր Ադամյանն արդեն դպրոցի տնօրեն է դարձել։ Երեխաների հետ եմ աշխատում, արդեն դարձած ընկերներ, իրենց հետ շատ հետաքրքիր է աշխատել, իրենք իհարկե ասում են, որ մենք հետնից շատ բան ունենք սովորելու, բայց արի ու տես, որ ես էլ իրենցից ունեմ բան սովորելու, որովհետև իրանք շատ անմիջական են, հետաքրքիր են, այսօրվա շնչով են։ Գիտունոիդը կարող եք դիտել այսօր Armenia TV-ի եթերում ժամը 20:50-ին։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Շարունակենք Արցախից մեկ ոտնաչափ հեռու Սյունիքում հաստատված մեր հայրենակիցները բնակարանամուտ են տոնում 18 ընտանիք, Գորիսում նոր հասցեում ապրելու բանալի է ստացել։ Խորհրդանշական օրը զուգորդվել է Գուսանաշոտի 118-ամյակին նվիրված տոնական միջոցառումներով։ Ուսանական մթնոլորտը Գորիսում համադրվեց բնակարանամուտի սպորտային միջոցառումների համերգային ծրագրի եւ հյուրընկալության հետ։ Գուսանաշոտի 118-ամյակի նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց անվանի աշուղի Գիսանդրու ծաղկեդրմամբ, որից հետո էլ մեկնարկեց Սյունիքի մարզպետի գավաթի բասկամարտիկների մրցաշարը։ Մի բան, որը մեզ համար բոլորիս համար նույնական է։ Դա լինենք ձեր-ձերքի տված եւ ամուր պահենք Սյունիքի դիմադրողականությունը։ Հաջորդ կանգառը Գորիսի սրտում էր, որտեղ տեղացի եւ Արցախից տեղահանված 18 ընտանիք ստացավ նոր բնակարան։ Ամբողջովին վերանորոգված եւ կահավորված կացարանների համար ներդրվել է 200 միլիոն դրամ։ Տեղափոխվել ենք Ստեփանակերտ քաղաքից, արդեն 7 տարին է տարբեր բնակարաններում վարձով ապրելուց հետո վերջապես մեր եղջերը կատարվեց։ Դոմիկում ապրում էի, Տարոն Աբոշանյանը ինձ մի հատ հետաքրքիր զրույց կատարվել մեր մեջ։
Երկու աղջիկ ունեի, ասեց, որ երրորդը տղային 3 սենական օսկվարցի ժառնումս։ Բայց Երրորդը ունեցանք, ասեց, շուտապույտ մի հատ այդ գործով զբաղվեցինք, երրորդը սված աչքերի ծնվեց։ Ըստ համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի անշարունակական է լինելու, որը կնպաստի ոչ միայն բազմաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, այլև Գորիսում մնալու եւ արարելու հայրենանվեր գործունեությանը։ Դա ոչ թե միայն մեր շեշտը զբոսաշրջությունն է Սպայն Գորիսում, նաև տեղում արտադրությունների վրա ենք դրել եւ կան արդյունքներ։ Տեղական ապրանք արտադրությունները գյուղատնտեսական բրենդավորում են եւ փորձում ենք դա շուկա անել եւ համայնքն է նաեւ այդ ռեսուրսը ներդնում, որպեսզի ել ավելի շատ պրոպագանդվի եւ ինչ որ արդյունքի հասնեն մեր տեղացիները։ Օրվա ավարտը նույնպես գուսանական էր, որը վերջակետվեց Նարեկացի համույթի եզրափակիչ գալախամերգով։ Արևիկ Աբելյան, Մեհեր Մաշուրյան, ժամը լրատվական։ 5000 ընտանիքի 500,000 դրամ արժեքով սերտիֆիկատներ է առաջարկում իդեալ համակարգը։ Նոր ու գրավիչ այս առաջարկը այն քաղաքացիների համար է, որոնք օգտվում են եկամտահարկի վերադարձի օրենքից։ Մինչև հունիսի 1-ը դիմելու ժամանակ կա, պարզապես պետք է այցելել idealsystem.am կայք եւ լրացնել հայտը։ Արդեն 28 տարի շինարարական ոլորտի առաջատար իդեալ համակարգը դարձել է նորարարության որակի եւ վստահության խորհրդանիշ։ Այս անգամ ընկերությունը հանդես է գալիս նոր ու գրավիչ նախաձեռնությամբ, աջակցելով եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուներին։ Տրամադրում են մինչև 2.5 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով վերանորոգման սերտիֆիկատներ, որի շրջանակում 5000 ընտանիք հնարավորություն կունենա ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ։ Սերտիֆիկատները ստանալու համար պարզապես անհրաժեշտ է այցելել idealsystem.am կայք, լրացնել համապատասխան դաշտերը եւ մոտենալ իդեալ համակարգի խանութ սրահ, ստանալու վերանորոգման սերտիֆիկատ։ Որոշ հաճախորդների շրջանակներում կար նաեւ մտահոգություն, որ իրենց նորակառույց բնակարանները դեռ պատրաստ չեն կամ հանձնվելու են 1, 2 կամ 3 ամիս հետո։ Իդեալ համակարգը այդ խնդիրները լուծում տվել, հաճախորդները հնարավորություն ունեն կատարել իրենց գնումները այսօր եւ ապրանքները ստանան որպես առաքում մինչեւ 6 ամիս ժամկետում։ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 1-ը, սակայն վերանորոգման սերտիֆիկատը հնարավոր է օգտագործել մինչև դեկտեմբերի 30-ը։ Սերտիֆիկատի միջոցով հնարավոր է վճարել գնման մինչև 10%-ը։ Այս եզակի առաջարկը լիովին համատեղելի է խանութ սրահում գործող բոլոր այլ ակցիաների եւ զեղչերի հետ։ Ընկերությունը իր մշտական ներդրում ունի երկրի զարգացման գործում, բացելով նոր խանութ սրահներ, ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդնելով նորարարական ծրագրեր եւ իրականացնելով սոցիալական շատ կարեւոր միջոցառումներ։ Սա մեծ եւ լավ հնարավորություն է հատկապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր ունեն բնակարան վերանորոգելու խնդիր, օգտվեն այս հրաշալի ակցիայից։ Իդեալ համակարգը շարունակում է առաջընթացը ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասելիքները։ Ընկերությունում վստահ են նորարարական մոտեցումները, բարձրորակ ապրանքներն ու հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունը կնպաստեն Հայաստանում վերանորոգման աշխատանքների որակի բարձրացմանը։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Աշտարակում դանակով զինված անձը հարձակվել է բուժաշխատողների վրա։ Հանրապետական շտապօգնության ծառայության աշտարակի բրիգադը կանչի վայրում է եղել, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է առողջապահության նախարարը։ Իսկ 2026 թվականի ապրիլի կեսից գործածությունից դուրս կգան երկրորդ սերնդի թղթադրամները։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսանյութում։ Երկրորդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնականոն մաշվածության հետևանքով։ Շրջանառության մեջ գտնվող 1000, 5000, 10000 եւ 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը երրորդ սերնդի թղթադրամներն են։ Իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել երկրորդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։ Մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց։ Իսկ 2026 թվականի ապրիլի 15-ից քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր հին թղթադրամներն առանց սահմանափակումների կարող են անվճար փոխանակել առևտրային բանկերում կամ կենտրոնական բանկում։
Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք առանց կաթնային յուղի փոխարինիչի, իսկ նարնջագույն դարակաշարերում կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ։ Առանց կաթնային յուղի փոխարինիչի եւ պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ անվանումով պիտակները դարակաշարերի վրա պարտադիր պիտի նշված լինեն։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարած փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ, ուժի մեջ է մտել ապրիլի 27-ից։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրում ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ։ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել։ 2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատողի եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևանի գլխավոր հատակագծի Դավիթաշեն վարչական շրջան Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ 4-ամյա երեխան ընկել է Օշական գյուղի կամրջի մոտակայքում հոսող քասախ գետադեպքը տեղի ունեցել ժամը 18:00-ի սահմաններում։ Օշականից Ոսկեվազ հատվածում գետի 8-ից 10 կիլոմետր երկայնքով փրկարարներն ու ոստիկանները որոնողական աշխատանքներ իրականացնելով երեխային գտել են ժամը 20:15-ի սահմաններում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը։ Ջրահեղձ է եղել։ Մեկ այլ այդպիսի դեպք էլ Հրազդանի կիրճում է եղել մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հրազդանն ընկած երեխան Ուկրաինայի քաղաքացի է։ Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված վարույթը քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով է։ Անզգուշությամբ ինքնասպանության հասցնել է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում օդերեութաբանական կանխատեսումներ, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, իսկ այժմ եղանակի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 10-ից 16 աստիճան ջերմություն, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 16-ից 20 աստիճան, Լոռիում կլինի 6-ից 9, Տավուշում 9-ից 13 աստիճան ջերմություն, Արարատում, Արմավիրում սպասվում է 17-ից 20, Սյունիքի Հովիտներում 12-ից 15 աստիճան ջերմություն, Սյունիքի նախալեռներում կլինի 6-ից 9 աստիճան, իսկ Մայրաքաղաքում գիշերը սպասվում է 8-ից 10, ցերեկը 16-ից 18 աստիճան, երեկոյան ժամերին սպասվում է 12-ից 14 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։